Սիրելիս ընկերներ, եկեք միասին դիտարկենք առաջին շտեմանի, առաջին բաժնի վերջին տեքստային խնդիրը։ Ոսկու եւ արծաթի երկու համաձուլվածներից մեկում այդ մետաղները պարունակում են մեկի հարաբերությամբ, մեկը երկուսի հարաբերությամբ, իսկ մյուսում երկուսը երեքի հարաբերությամբ։ Հիմա տեսեք, եկեք փորձենք համառոտագրել խնդիրը։ Առաջինում, ուրեմն ասում եմ ոսկին հարաբերած արծաթի հարաբերում մեկի հարաբերություն երկուսի, այսինքն մեկը հարաբերած երկուսի։ Սա ինչ է նշանակում։ Այստեղ հետևում է հետևյալ, որ ոսկին կազմելու է 1/3 մասը, որտեղ ընդհանուրը 3 միավոր է, չէ, որից մեկը ոսկին է։ Իսկ արծաթը կազմելու է 2/3 մասը։ Այսպես, սա առաջին մասում, երկրորդի դեպքում, ասում եմ ոսկին հարաբերած արծաթի հավասար է 2-ի հարաբերությունը 3-ի։ Այդտեղից հետևում է, որ ոսկին կազմելու է, ոսկին գծիկ 2/5 մասը, 2/5, որտեղ ընդհանուրը 5 միավոր, իսկ իր հարաբերությունը 2-ը։ Իսկ արծաթը կազմելու է 3/5 մասը, այսպես։ Հիմա փորձենք խնդրի կետերը անդրադառնալ։ Քանի կիլոգրամ ոսկի է պարունակում առաջին համաձուլվածքի 15 կիլոգրամը։ Խոսքը առաջին մասին է, 15 կիլոգրամը, եթե ունենք ընդհանուր 15 կիլոգրամ, չէ՞։ 15 կիլոգրամի 1/3 մասը ոսկի է, հետո 15 անգամ 1/3 են կատարելու, որը հավասար է 5-ի։ Այսպես, պատասխան 5։ Երկրորդը, առաջին համաձուլվածքի 15 կիլոգրամը քանի կիլոգրամ ավել արծաթ է պարունակում, քան երկրորդ համաձուլվածքի 15 կիլոգրամը։ Հիմա որպեսզի դա կարողանանք պատասխանել, տեսեք, 15 կիլոգրամը իր 2/3 մասը արծաթ է, այսինքն անգամ 2/3, սա առաջինի մասին է, չէ՞ խոսքը։ Այս արժեքից պետք է հանեմ 15 կիլոգրամ, ասում եմ երկրորդի դեպքում 15 կիլոգրամ անգամ 3/5, այսպես։ Պետք է անեմ սա, որտեղ 15 կիլոգրամ անգամ 3/5-ը ցույց կտա երկրորդ համաձուլվածքում արծաթի չափը, 15 կիլոգրամ անգամ 2/3 ցույց կտա առաջին համաձուլվածքում արծաթի չափը։ Դե այստեղ ստացվում է 10 հանած, այստեղ ստացվում է 9, այսինքն հավասար է 1։ Տարբերությունը կլինի 1։ Լավ, եկեք միասին պատասխանենք երրորդին, ուրեմն քանի կիլոգրամ արծաթ է պարունակում առաջին համաձուլվածքի 15 կիլոգրամը եւ երկրորդ համաձուլվածքի 20 կիլոգրամը միասին։ Արծաթը առաջին համաձուլվածքի 15 կիլոգրամ, 15 կիլոգրամ, այսինքն սա 15 անգամ 2/3 եւ գումարած արդեն կլինի, եկեք այսքանը մաքրեմ։ Սա ինձ պետք չի։ Երկրորդ համաձուլվածքի դեպքում ասում է 25 կիլոգրամ, 20 կիլոգրամ, 20 անգամ 3/5, որտեղ իր 3/5 մասն է արծաթ։ Այս սա պետք է հաշվենք։ Նու առաջին մարդուն գիտենք, որ 10-ը գումարած, այստեղ ստացվում է 12, այսինքն ընդհանուր եղավ 22։ Տարբերակ 3-ը եւ փորձենք միասին դիտարկել 4-ը։ Ինչ հարաբերությամբ պետք է վերցնել առաջին եւ երկրորդ համաձուլվածքներից, որպեսզի ստացված համաձուլվածքում ոսկին եւ արծաթը լինեն 17-ի հարաբերությունը 27-ի։ Հիմա տեսեք, վարվենք հետեւյալ կերպ, սա իրականում երկու մոտեցմամբ կարելի է լուծել, ես կլուծեմ փորձելով անդրադառնալ ոսկուն, արծաթը արդեն ավտոմատ կստացվի, էլի։ Ուրեմն տեսեք, առաջին համաձուլվածքում վերցնում ենք x կիլոգրամ, առաջին համաձուլվածքը sense նշանակեմ ստե x, երկրորդ համաձուլվածքը y կիլոգրամ։ Ուրեմն խնդիրն ինչ ասում, ասում x անգամ 1/3 մասը ոսկի է, չէ՞, 1/3 գումարած y անգամ 2/5 մասն է ոսկի, 2/5 սա պետք է հավասար լինի x + y, չէ՞, անգամ 17-ի հարաբերություն 28, չէ՞, պետք է հավասար, այսինքն 17 մասը պետք է լինի ոսկի, այսինքն 17-ը բաժանած 17 գումարած 27 44-ի, ընդհանուրը 44 մասը, որից 17-ը պետք է լինի ոսկի, 17 44-րդ։ Այսա պետք է փորձենք միասին լուծել այսքանը։ Եվ իհարկե կարելի է նաև արծաթի տեսանկյունից մոտենալ, այստեղ 1/3-ը կփոխանցվեր 2/3-ով, այստեղ 2/5-ը կփոխանցվեր 3/5-ով, իսկ 17 44-ը կփոխանցվեր 27 44-ով։ Որ տարբերակը արվում է, այդ տարբերակով կարող լուծել։ Ես ընտրել եմ ոսկու տարբերակը։ Այս եկեք մաքրեմ, խանգարում է։ Եվ այստեղ պետք է x-ն ու y-ը փորձենք միասին գտնել։ Դե այստեղ փակագծերը որ բացենք, ստացվի ինչ x3 գումարած 2y 5-րդ հավասար է 17x 44-րդ գումարած 17y, եկեք 17y 44-րդ, ստե 44-ը։ Այսպես սրանը հավասար y-ները մի մասում, x-երը մի մասում, կստանամ ինչ 2/5 հանած 17
44-րդ y-ը հավասար է 17 44-րդ հանած 1/3 x։ Այսպեսի հարաբերություն եմ ստանում։ Այստեղ նման անդամների միացում որ անենք, այստեղ ընդհանուր հայտարարը ուրեմն 220-ը կլինի, հա, 220, լավ, եկեք ես ներքևն եմ մաքրեմ, տեղի խնդիր ունեմ ես, ինձ էլ պետք չի։ Կստանանք ինչ, ստա եկեք գրեմ, ուրեմն այս մասում ընդհանուր հայտարարը 220, 220 բաժանած x-ի անգամ 2-ին 44, նշանակում է 88, 88y, եկեք y-ը մի անգամ ներկցեմ, անգամ 5 անգամ 17 էլ կտա 85, հանած 85y-ը, այսինքն հավասար է։ Այստեղ ընդհանուր հայտարարը կլինի 132-ը, 3 անգամ 17-ը կտա 51, հատել x-ում 51x, հանած 44x, այսպես, այսինքն ստացանք ինչ, 3y-ը բաժանած 220-ի հավասար է, այստեղ 7x բաժանած 132, իսկից հիշեք հետաքրքրում է x-ի հարաբերությունը y-ի, այսինքն y-ը բերեմ այս մաս, կստանամ ինչ, այստեղից հետևում է, որ 7x բաժանած 3y-ը հավասար է 132-ը բաժանած 220-ի, տեսեք, 7x-ը, այս 3y-ը բերեցի այստեղ ներքև, այս 132-ը տարա վեր, այսինքն տեղը փոխեցի, ստացա հետևյալը, որ 7x բաժանած 3y-ը հավասար 132-ը բաժանած 220-ի, բայց թերևս այսքան դեռ չեմ վերջացրել, եկեք ես վերևը մաքրեմ։ Հիմա ինձ պետք է x-ի հարաբերություն y-ը դիտարկել, չէ՞, որտեղ x-ը դա առաջինից էր, երկրորդից էլ y-ն էր, երկրորդ համաձուլվածքը։ Հիմա դրա համար այս կոտորակի աջ եւ ձախ մասերը եկեք բազմապատկեմ 3/7-ով, այստեղ 3/7, այստեղ էլ 3/7։ Այս 3/7-ը սրանց հետ կրճատում, այսինքն ստե մնում է x/y հավասար է։ Ստացվում է 132 անգամ 3 եւ 220 անգամ 7, այսպես։ Ստացվում ենք սա, այստեղ էլ կրճատումները իրականացնություն ստանալու ենք n-ի հարաբերությունը 35-ի։ Այսինքն x հարաբերած y-ի հարաբերում ինչպես n-ը հարաբերած 35-ի։ Պատասխան սա։ Սա ես ոսկու մասով ապացուցեցի, բայց հեշտ անգից կարող ենք նաև բերենք արծաթի մասով, ելի նույն հարաբերությունն ենք ստանալու։ Վերջ ընկերներ, այսքան այս խնդիրների հետ կապված հարցեր ունենալու դեպքում մեկնաբանության դաշտում սիրով կարող եք գրել, ես կպատասխանեմ, իսկ դուք չմոռանաք բաժանորդագրվել YouTube-յան ալիքին, որտեղ հաջորդի դիտարկել ենք ավելի հետաքրքիր խնդիրներ իրենց հետաքրքիր լուծումներով։ Լավ մնացեք, կհանդիպենք։